Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հարգանք դրած ձեզ։ Այսօր թեև իմ կարծիքով բավականին կարևոր հարց եմ անդրադառնալու, սակայն ոչ պոպուլյար թեմա է, չի քննարկվում ներքաղաքական խնդիրներ, ինտրիգներ, ընտրությունների արդյունքներ, չնայած ուղղակիորեն առնչվում է մեր պետության եւ հասարակության կենսագործունեությանը, մեր զարգացմանը։ Ես հիմա գտնվում եմ Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում եւ հատկապես այն հատվածում, որտեղ դեռևս 1983 թվականից նախատեսվել է կառուցել մեզ հայտնի Եղվարդի ջրամբարը։ Ես վերջի օրերին մանրամասն ուսումնասիրել եմ այս խնդիրը, ինչու, որովհետեւ այս տարվա սկզբին ես մանրամասն վերլուծության ենթարկեցի կառավարության ծրագրի ջրամբարաշինարարության հատվածը, սիրելի բարեկամներ, որով եւս տեյության մեկ անգամ եւս ինձ համար պարզեցի, որ դեռևս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին հրապարակված նախընտրական ծրագրով, հետո կառավարության ծրագրով գործող իշխանությունը խոստացել էր վերջի 5 տարիների ընթացքում, այսինքն ներողություն, ոչ թե վերջի, այլ անցնող 21-26 թվականների ընթացքում կառուցել թվով 15 ջրամբարներ եւ ըստ էության այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ այդ 15 ջրամբարներից եւ որևէ մեկի կառուցման մեկնարկը տրված չէ, ինչու այս հարցը մեկ անգամ եւս ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց։ Նույն թվականի հոկտեմբերի 24-ին, եթե չեմ սխալվում, կառավարությունում տեղի ունեցել ներդրումների ֆոնդ, հիմնադրամի ինչ-որ նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում քննարկվել է թվով 5 ջրամբարների կառուցման հնարավորության կամ մեկնարկի մասին, որում Եղվարդի ջրամբարի մասին ոչ մի խոսք չի եղել։ Ես ինչու եմ կարևորում Եղվարդի ջրամբարի կառուցումը եւ ինչով է դա ռազմավարական մեզ համար, մեր պետության համար, Հայաստանի հասարակության համար, հետեւյալ պարզ պատճառաբանությամբ։ Նախ տարածքը ես կուզենայի, որ եթե հնարավոր լինի մի վարքան ձեզ ցույց տամ, տեսեք ինչ հրաշալի տարածքում է, շուրջ 1000 հեկտարի վրա նախատեսվել է կառուցել ուրեմն Եղվարդի ջրամբարը, որում շինարարական աշխատանքները մեկնարկել են 1983 թվականին, 1989 թվականին կանգնել են, ուրեմն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա մեկնարկի վերակառուցման մեկնարկին թափ է տրվել 2012 թվականին, նույնիսկ Սերժ Սարգսյանը իր նախընտրական խոստումներում 2013 թվականին խոստացել, որ Եղվարդի ջրամբարը կկառուցվի, դրա համար Ճապոնիայի կառավարության հետ համապատասխան բանակցություններ են վարվել, համապատասխան վարկային համաձայնագիր ստանալու եւ կառուցելու համար, սակայն արդեն ոչ Սերժ Սարգսյան կա, ոչ էլ Եղվարդի ջրամբար կա, իսկ գործող իշխանությունը թեև իր կողմից խոստացված ջրամբարաշինարարությանը արդեն մոտիկանում է իրենց տրված խոստումների 5 տարին, սակայն որևէ խոստում այս առումով իրականություն չի դարձել։ Հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչու եմ ես կարևորում Եղվարդի ջրամբարի շինարարությունը եւ ինչ այն կարող է տալ մեր պետությանը, մեր ժողովրդին ռազմավարական առումով։ Նախ ուսումնասիրելով ջրամբարի կառուցման հիմնավորման փաստաթղթերին ինձ համար պարզեցի հետեւյալը, որ սկզբնական առումով նախատեսված է եղել ընդհանուր առմամբ ամբարել Եղվարդի ջրամբարում շուրջ 280 միլիոն խորանարդ ջուր, սակայն հետագայում 2012-13 թվականներին վարկային համաձայնագիրը հաստատելու համար այդ թիվը նվազեցվել է մինչև 90 միլիոն խորանարդ մետր ջուր նախատեսող ջրամբարի կառուցման համար, որպեսզի հնարավոր լինի այդ ջրամբարը կառուցել, չնայած այդքան նվազեցնելով հանդերձ դա էլ չի կառուցվել։ Ուրեմն տեսեք, խնդիրը հետեւյալն է, այդ ջրով հնարավոր կլինի ոռոգել մինչև 40,000 հեկտար հողեր, այսինքն
տեսեք թե ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ կառաջացնի նման ջրամբարի կառուցումը։ Ես ուշադրությամբ նաև ուսումնասիրել եմ Վլադիմիր Մովսիսյանի հայտնի դիրքորոշումները Սևանա լճի ազգային խնդրի, ընդհանրապես ջրային խնդրի եւ ջրային խնդիրների լուծման վերաբերյալ իր կողմից արտահայտված դիրքորոշումներին։ Վլադիմիր Մովսիսյանը հայտնի պետական քաղաքական գործիչ է եղել, իսկ իր կյանքի վերջի տարիներին հանդիսացել է նաև Սևանա լճի հիմնահարցերի լուծման հանձնաժողովի նախագահ։ Տեսեք ինքը ինչ էր ասում Վլադիմիր Մովսիսյանը, որ ջրային խնդրը լրջագույն ռազմավարական սպառնալիք է դառնալու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև մեր երկրի Հայաստանի համար, չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք բոլոր ռեսուրսները, այդ թվում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում նաև Թուրքիային, Իրանին, խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև Ադրբեջանին, խողովակի միջոցով, այսինքն խմելու ջուր մատակարարելու եւ դրանից եկամուտներ ստանալու։ Այսինքն մենք մեր ազգային պոտենցիալը, ազգային ռեսուրսը, ջրային ռեսուրսը բավարար է, որպեսզի մենք կարողանանք նման մասշտաբի, նման մակարդակի մեգա պրոյեկտ մոդելավորելու եւ իրականացնելու։ Յուրի Ջավադյանի ուսումնասիրությունները, որը հանդիսացել է Վլադիմիր Մովսիսյանի տեղակալ այդ հանձնաժողովի կազմում, հետագայում հանձնաժողովի նախագահ, տեսեք ինքը ինչ բավականին հետաքրքիր թվեր է բերում, որ մեր Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսը տարեկան կազմում է շուրջ 7 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն մենք կարողանում ենք տիրապետել այդ ջրային ռեսուրսի ընդամենը 2 միլիարդ խորանարդին։ Մնացած 5 միլիարդի ու ավել խորանարդ մետր ջուրը ուղղակիորեն մեր վերահսկողությունից դուրս է, այսինքն դուրս է հոսում Հայաստանից ինքնահոս եղանակով եւ մենք չենք կարողանում այդ ռեսուրսը ուրեմն ճիշտ օգտագործել։ Եվ հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հետեւյալը, որ մենք ունենք պոտենցիալ, մենք ունենք ռեսուրսներ մեր ազգային ներուժի առումով ճիշտ օգտագործելու եւ դրանցից նաեւ քաղաքական կապիտալ ստանալու առումով, սակայն չենք օգտագործում։ Հիմա եկել հասել ենք մի իրավիճակի, երբ որ գործող կառավարությունը խոստանում էր վերջի 5 տարիների ընթացքում կառուցել 15 ջրամբարներ, այդ ջրամբարներով հնարավոր լիներ ջրային ռեսուրսը կառավարելի դարձնել, ապահովել մի կողմից գյուղատնտեսության զարգացմանը, մյուս կողմից ռացիոնալ կառավարել մեր ջրային ռեսուրսները, ու հիմա այս փուլում նույնպես անտեսվում է Եղվարդի ջրամբարի կառուցումը։ Տեսեք, սա մի ուրեմն հանգամանք, որը շուրջ 40,000 հեկտար ոռոգման նպատակով կարող էր այդ հողամասերը օգտագործեն ոռոգելի դարձնել։ Երկրորդ խնդիրը, ուրեմն ես ծանոթացել եմ մի ներդրումային ծրագրի դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից, երբ որ հնարավոր է եղել Եղվարդի ջրամբարի կառուցման դեպքում այս ամբողջ տարածաշրջանը վերածել տուրիզմի զարգացման կենտրոնին, որը հնարավորություն կտա շուրջ տարվա ընթացքում շուրջ 6 ամիս ապահովել տուրիզմը, այստեղ հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, խաղային հրապարակներ, լողանալ, այսինքն սա կլիներ մի ֆանտաստիկ մի տարածք Երևանին կպած, կլիմայական պայմանները բարենպաստ լինելու տեսանկյունից այնպիսի հնարավորություն կստեղծել, որտեղ մի կողմից հնարավորություն կտար, որ մենք էկո համակարգի բարելավմանը միտված գործողություններ կիրականացնենք, մեր ջրային ռեսուրսները ռացիոնալ կօգտագործենք, մյուս կողմից դա կխթաներ տարածաշրջանի բնակչության զարգացմանը, կխթաներ նաև տուրիզմի զարգացմանը, կխթաներ սպասարկման ոլորտում ծառայությունների զարգացմանը։ Եվ ինձ համար իսկապես անհասկանալի է, որ այս ֆոնի վրա, չգիտես ինչու, ճիշտ չի հաշվարկվում եւ չի գնահատվում մեր ռեսուրսները եւ այդ ռեսուրսների ռացիոնալ կառավարման համակարգում մենք հայտնվել ենք իսկապես ճգնաժամի մեջ։ Ես ինչ եմ առաջարկում, քանի որ երբեմն մեր ընդդիմախոսները, նաեւ մեր դեմ ցեղարձակողները ընդհանրապես մեզ քննադատում են նշելով, որ մենք միայն քննադատում ենք գործող եւ նախկին իշխանություններին եւ այլընտրանքային առաջարկներ չենք ներկայացնում։ Ես ինքս որպես քաղաքացի, մտող քաղաքացի, որը իսկապես ցանկանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացումը, ես ինչ եմ առաջարկում, որ մենք իսկապես հետամուտ լինենք մեր ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարմանը։ Ես գտնում եմ հետեւյալը, որ Հայաստանը ունի ջրային բավարար պաշարներ,
առնվազն մի քանի անգամ բարելավելու այդ իրավիճակը եւ ջրամբարաշինարարության միջոցով հասնելու նրան, որ ինչ-որ մի փուլում մենք կարող ենք լուրջ ջրային դոնոր հանդիսանանք մեր տարածաշրջանի երկրների համար հավելյալ դիվիդենդեր ստանալու ակնկալիքով։ Եթե ունենք այդ ռեսուրսը, իսկ ջուրը համապատասխան մասնագետների կողմից տրված ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ ջուրը մինչև 2050 թվականը կլիմայական փոփոխությունների պայմաններում մեր տարածաշրջանում 4-ից 5 աստիճան էլի եղանակը տաքանալու է, ջրային ռեսուրսները քչանալու են, հետեւաբար մենք ինքներս էլ ենք ունենալու ջրի խնդիր, հետեւաբար այս պայից սկսած ջուրը մեզ համար ոչ միայն պետք է վաղուց դարձած լիներ ռազմավարական խնդիր, այլ նաև պետք է պետությունը, իշխանությունը ձեռնարկել համապատասխան քայլեր, որպեսզի այդ ռեսուրսները ճիշտ օգտագործվեն։ Ես ինչ եմ առաջարկում, որ մենք ունենալով հանդերձ մեկս մյուսի նկատմամբ մեր պատկերացումները պետության, իշխանության, զարգացման գործում, այնուամենայնիվ նման ռազմավարական հարցերի վերաբերյալ չկորցնենք մեր ուշադրությունը եւ պատկան մարմինների ուշադրություն եմ հրավիրում եւ պահանջում եմ, որ լրջորեն ուսումնասիրվի եւ վերանայվի Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունը, որտեղ ես խորապես համոզված եմ, եթե մենք կառուցենք իսկապես Եղվարդի ջրամբարը, այն ամբողջովին փոխելու է այս տարածաշրջանի զարգացման պատկերը։ Միայն նորից մեկ անգամ միացնեմ, դուք տեսեք ինչ տարածքի հետ մենք գործ ունենք, շուրջ 1000 հեկտար տարածք, ուրեմն ընդգրկվելու է ջրամբարի ուրեմն կառուցման գոտում, իր մեջ ուրեմն ներառելու է շուրջ 90 միլիոն խորանարդ մետր ջուր, ընդ որում տարբեր գնահատականներ կան, 90-ից մինչև 270 միլիոն խորանարդ մետր, եւ որը կարողանալու է ապահովել շուրջ տարեկան 40,000 հեկտար հողամասերի ոռոգումը եւ ուրեմն ինքնահոսով է նախ ուրեմն ինքը ջրամբարում ջուրը կուտակվելու եւ ի վերջո սա հնարավորություն կտա, որ այս միջավայրը լրիվ էկոտուրիզմի, ընդհանրապես զբոսաշրջության, զարգացման համար փայլուն միջավայր կարող է ստեղծվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, սիրելի բարեկամներ, ես պատկան մարմինների ուշադրություն եմ հրավիրում այս ուրեմն հանգամանքի վերաբերյալ եւ ես գտնում եմ, որ գործող իշխանությունը պետք է նախ ներկայացնի հաշվետվություն, թե իր իսկ խոստացած վերջի 5 տարիների ընթացքում 15 ջրամբարներից որոնք են կառուցվել, ինչու չեն կառուցվել, որն է եղել ձախողման պատճառը, երբ է նախատեսում դրանք կառուցել, ինչ տնտեսագիտական հաշվարկներ են դրվել Եղվարդի ջրամբարը այս փուլում չկառուցելու համար եւ արդյոք այդ խոստումները, որոնք առկա են, որ եղել ջրամբարների կառուցման առումով երբևէ իրականություն կդառնան, դատելով իրենց աշխատանքի տեմպից, արդյունավետությունից եւ արձանագրած արդյունքներից, ցելի բարեկամներ, ես խիստ մտահոգ եմ այս առումով, որովհետեւ եթե իրենք 5 տարվա մեջ չկարողացան գեթ 1 ջրամբար կառուցել, որևէ երաշխիք չկա, որ իրենք կառուցեն խոստացած ջրամբարներ, հետեւաբար ես գտնում եմ հետեւյալը, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է իսկապես նախաձեռնի ջրային ճգնաժամի հաղթահարմանը ուղղված կոնկրետ գործնական քայլեր, մեր ջրային խնդիրները լուծելու, մեր ջուրը որպես ռազմավարական արժեք գնահատելու եւ մեր կարողությունները, ազգային կարողությունները ճիշտ օգտագործելու տեսանկյունից կարողանա շատ կարճ ժամանակահատվածում ջրամբարաշինարարության միջոցով այնպես անել, որպեսզի մեր ջրային ռեսուրսների ընդհանուր մինչև 7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրսները մենք կարողանանք մենք տիրապետենք, որպեսզի թույլ չտանք, որ շուրջ 5 միլիարդ ջուր ուղղակիորեն անկառավարելի հոսի եւ դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածքից։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը։ Ես ելի եմ կրկնում, բավականին ռազմավարական առումով թեմայի ես անդրադարձա, թեև ակտուալ չի, թեև
այսպես ասած պոպուլիստական երանգներ իր մեջ չի պարունակում, բայց այնուամենայնիվ եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ջուրը ջրային ճգնաժամի հաղթահարումը եւ մեր ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է։ Հարգանքներս ձեզ, լավ մնացեք, միշտ որ հանդիպում, առաջիկա 1-2 օրվա ընթացքում ես խոսելու եմ ներքաղաքական հարցերի մասին, անդրադառնալու ենք ընթացիկ զարգացումներին։ Հարգանքներս ձեզ, լավ մնացեք, միշտ որ հանդիպում, խնդրում եմ մեկ անգամ եւս նորից տարածեք այս տեսանյութը, լավ եղեք ժողովուրդ ջան, ձեզ բարի օր։